Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի կոռքագործության ժառանգությունը Մեգերյան Գարբե թանգարանի մեջ։ Մեկ բան հստակ է, Արցախի վերադարձի հարցը միշտ պիտի մնա մեր առաջնային օրագարկին մեջ։ Արդակ Մգրչյան, Աղավնոյի հովիդեն նահատակներ, անհետ կորածներ և վիրավորներ, Կոմիդասի հիշադակի օրը, Տիկրանագերտ, Արցախի հինավուրց քաղաքը, հայ գամավորական ջոկատի մարտիկները Գարսի զինվորական հուշարձանին մոտ։ Հիմա բոլորի խոսելու և թիմադրելու ժամանակն է, Վարուժան Գեղամյան։ Արցախցի երեխաներու աչքերուն մեջ այդ փայլը տեսնելով հասկացա, որ իմ որդուն սիրտը այժմ ցնծության մեջ է, Խաչիկ Մանուկյան։ Հայոց մշակութային համագարկի կարևոր և ավանդական բնագավառներեն մեկն է կոռքագործության մշակույթը։ Հայաստանի մեջ կոռքագործությունը զարգացած եղած է թերևս վաղնջական ժամանակներ է։ Արևմտյան Հայաստանի մեջ քորքերն ու կարբետները կնկատվեին իբրև առաջին անհրաժեշտության իրեր։ Անոնք կփրվեին հադակին, կգաղվեին պատերեն, կօգտագործվեին իբրև ծածկոց։ Գրեթե բոլոր բնագավառերուն մեջ կգործվեին քորքեր և կարբետներ։ Հոկտեմբեր 17-ին Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը այցելեց Մեգերյան Գարբետ, հայկական կոռքագործության արվեստը ներկայացնող ցուցասրահ թանգարանը, ուր ներկայացված են հնագիտական և հարյուրավոր դարիներու պատմություն ունեցող հայկական քորքեր։ Այստեղ իրենց հատուկ տեղը կգրավեն Արևմտյան Հայաստանեն պահպանված քորքերը, որոնց մեջ հատկանշական է ավելի քան 400 տարվան պատմություն ունեցող Վասպուրականի քորքը, որ վերանորոգված է շուրջ 70 տարի առաջ։ Թանգարանի տնօրեն Լեոնիդ Անդրեասյան մանրամասն ներկայացուց նաև Արևմտյան Հայաստանի այլ քորքեր, որոնք իրենց հատուկ բնույթով և գույներու բազմազանությամբ եզակի են։ Հանդիպման ընթացքին Մեգերյան Գարբետ ընկերության նախագահ բարոն Ռաֆի Մեգերյան իր խոսքին մեջ մեծ հարկանքով նշեց, որ դեղյակ է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանի հայրենանվեր գործունեության մասին և ուրախությամբ ու պատրաստակամությամբ հայտնեց, որ Մեգերյան Գարբետի դռները միշտ բաց են հայրենասեր այցելուներուն դիմաց։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի անդամ Արդակ Մգրչյան նշեց, թե արցախցիներու համախմբման գործընթացը կշարունակվի, նպատակ ունենալով կանխել արտագաղթը և վերադարձի իրավունքը պահել ազգային օրագարկին մեջ։ Անոր խոսքով մարդիկ կշարունակեն միանալ նախաձեռնության, իսկ մոտ ժամանակներուն նախատեսված են հանդիպումներ տարբեր մարզերու մեջ արցախցիներու խնդիրներ ու պահանջները հստակեցնելու համար։ Մգրչյանի համոզումով առանց հզոր Հայաստանի անկարելի է պատկերացնել հայկական Արցախ։ Ան ընդգծեց, որ Արցախի վերադարձի հարցը կմնա առաջնային ուղղություն, մինչ իշխանություններու ներկա քաղաքականությունը հակառակ արդյունք կտա։ Անոր խոսքով իրավիճակի բարելավման միակ ճամփան հասարակական ճնշումն է։ Մեր հավաքները ցույց տվին, որ իշխանություններուն հետ պետք է խոսել միայն ճնշման միջոցով։ Երբ ժողովուրդը ցայն կբարձրացնե, որոշ հարցերում մեջ փոփոխություններ կկատարվին։ Խորհրդի անդամը նաև նշեց, թե հնարավոր է նոր հանրահավաքներ և գործողություններ արցախցիներու ցայնը լսելի դարձնելու նպատակով։ Այս իշխանության օրով առանց ճնշման ոչինչ պիտի փոխվի։ Արցախյան 2020-ի պատերազմին ընթացքին Քաշաթաղի շրջանին մեջ նահատակվեցան 40-ն ավելի հերոսներ, իսկ տասնյակներ կնկատվին իբրև անհետ կորած։ Անոնց շարքին էր նաև Մոշաթաղ գյուղի Գոր Հակոբի Կասպարյանը, հայրենասեր, բարի և բոլորին գոմե սիրված երիտասարդը։ Մանկուտենեն ուներ քալելու խնդիր, սակայն կամավորաբար մեկնած էր բանակ։ Ծառայած էր Ջաբրայելեն ներս և մասնակցած 2016-ի ապրիլյան պատերազմին։ 2020-ի սեպտեմբեր 30-ին Ջբրայելի մարտերուն ժամանակ Գորը նահատակվեցավ պաշտպանելով հայրենի հողը։ Աղավնոյի հովիդեն այդ նույն պատերազմին ընթացքին նահատակվեցան 4 կամավորներ, իսկ 3-ը անհետ կորսվեցան։ 1935 թվականի հոկտեմբեր 22-ին Փարիզի Վիլ Ժուիֆի հիվանդանոցին մեջ իր մահկանացուն կնքեց հայ մեծանուն երաժիշտ Կոմիդաս Վարդապետը։ Անոր մահվան պատճառը ոսկրափորբեր առաջացած անբավարար բուժական պայմաններ է։ Ֆրանսիայի մեջ գործող օրենքի համաձայն հոգեգան հիվանդներու անձնական արխիվները կարելի է բանալ միայն ծնունդեն 150 տարի հետ, սակայն Վասկեն առաջին կաթողիկոսի միջամտությամբ հնարավոր դարձավ ուսումնասիրել Կոմիդասի փաստաթուղթերը։ 1991 թվականին բժշկագիտության դոկտոր Լուիզ Վով Հովանիսյան ապացուցեց, որ Կոմիդասը երբեք հոգեգան հիվանդ չէր։ Ան կդարաբեր հոգեգան ճնշում է հարաճած խանգարումով հայրու ցեղասպանության ականատես ըլլալեն ետք։ Վարդապետը հոգեբուժարան տեղափոխված էր խաբեությամբ, իբր թե պիտի մասնակցեր Փարիզի երաժշտական կոնգրեսին։ Կոմիդասը մինչև կյանքի վերջ մնաց իր պարաճայով, կբահեր բահկերը և կպահպաներ հոգևորականի հատուկ կարգապահությունը։ Անոր լրությունը մասնակիցներու վկայությամբ հիվանդության նշան չէր, այլ գիտակցված ընտրություն։ Կոմիդասը իր մահկանացուն կնքեց, սակայն անոր երգը կշարունակե հնչել ամենուր, ուր գա հայ մարդ։ Ուր որ հայ գա, այնտեղ է Կոմիդասի երգը։
Արցախի Դիկրանագերտը գառուցված է Քրիստոսի առաջ առաջին դարուն հայոց արքա Դիկրան մեծի գոմե։ Հնակիդական հայտնաբերումները կվկայեն, որ Դիկրանագերտը եղած է բարձր զարգացած քաղաք, գառուցված տեղական սպիտակ կրակարեն, հզոր բարիսպներով եւ ժայռապոր չրանցքներով։ Քաղաքը, որ գոյատևած է մինչեւ 14-րդ դարը, հայտնի էր իբրև այգիներուն մեջ թաղված սպիտակ քաղաք։ Դիկրանագերտի ամրոցը կգտնվի Լերան կակաթին 3 կողմե բարսպապատ, իսկ հարավեն պաշտպանված ցորով։ Բարիսպի բաժինները մինչև այսօր բաբանված են, վկայելով Դիկրան մեծի դարաշրջանի ջարդարապետական հմտությունը։ Արխիվային լուսանկարին մեջ պատկերված են հայ գամավորական ջոկատի մարտիկները Գարսի զինվորական հուշարձանին մոտ։ Այս հազվագյուտ պատմական պատկերը կհիշեցնի այն ժամանակները, երբ հայ ազատամարտիկները համախմբված էին հայրենի հողի պաշտպանության եւ ազատագրության սուրբ գործին շուրջ։ Լուսանկարը կվկայե մեր ժողովրդի դոգունության եւ հայրենասիրության ոգին մասին։ Թրքագետ Վարուժան Քեղամյան քաղուտի եւ քաղթոջախի արանգում խորակրով հրաբարագում կդարած է, ուր մասնավորապես նշած է. «Չես վախնար այս վիճակեն, լրացվելու հերանեկարեն»։ Այս հարցը վերջին օրերուն շատեր ծանոթ եւ անծանոթ կհարցնեն։ Անշուշտ նորմալ մարդը չի գրնար չվախնալ, անազատուտենեն կամ քաղտեն, բայց միաժամանակ բարձ երևույթ է հետեւյալը. իմ հայրերն ու եղբայրներն ալ վախուն էին, բայց հայրենիքը գործընծնելու, քաղթոջախ դառնալու վախը ավելի մեծ էր։ Ուստի խրամատներուն մեջ անձնազոհ պաշտպանած են հայրենիքը։ Հիմա 2025 թվականի մեր հայրենիքի մնացած մասին մեջ պայքարողներուն բախտը բերած է։ Մեր խրամատը այնքան տաց չէ, որքան դողոց խրամատները։ Մեր դեմ գիրառվող թշնամական ուժը անօտաչու եւ հրեդանին չէ։ Մեր կնանալու դեղը բաց երկինքի դակ չէ։ Ուրեմն մեր պատասխանատվության եւ բայկարի բաժինը պետք է դանիլ անհրաժեշտության բարակային չվախնալով այն բռնապետական մեթոդներեն, որ հիմա կգիրառվի բոլոր ազգային ուժերուն դեմ սրբազաններեն մինչեւ քաղաքապետներ։ Բայկարիլ եւ չնահանչել վստահ հլալով վաղվա հաղթանակին։ Բայկարի միջոցով ժամանակավոր քաղուտը կարելի է գասեցնել եւ կանխել քաղթոջախի ստեղծումը։ Ազգային բոլոր քաղաքական ուժերը անգախ կողմնորոշում են, բաթմուտենեն կամ քաղաքապարախոսութենեն, հանուն հայկական պետականության բարդավոր են ամեն քնով միասնական քաղաքական եւ դերկատվական ճակատ ձևավորել բռնության դեմ եւ ամեն քնով միասնական բայկարիլ բռնապետության վերացման համար։ Սա նվազագույն պահանջն է։ Սա ես կպահանջեմ իմ վստահությունը վայելող բոլոր ուժերուն ղեկավարներեն, բոլոր գուսակցություններեն եւ անհատներեն, որոնք հայտարարած են քաղաքական բայկարի մասին։ Գխնդրեմ եւ գհորդորեմ բոլոր անոնց, որոնք դարբեր բادرվակներով գվախնան խոսիլ։ Այժմ բոլորին խոսելու եւ թիմադրելու ժամանակն է։ Աբա պիտի լրացնեն մեզ եւ ապրինք անազատության մեջ։ Սկիզբը քաղուտի, աբա քաղթոջախի պայմաններուն մեջ։ Ժամանակն է խոսելու։ Վարշաբաթ համայնքի ղեկավարի հայրենի կուսակցության տեխնաձու Խաչիկ Մանուկյան իր առաջնային խնդիրներուն շարքին կնկատի արցախցիներու հարցը։ Առաջինը անոնց կեցության վայրի ստեղծման հարցն է։ Պետք է գարենամ ապահովել անոնց համարգումը իմ քաղաքի հետ։ Անոնց, որոնք գաբրին էջմիածի մեջ որպես լիարժեք էջմիածինցիներ, որպեսի խոյի համայնքի բնակիչներ դառնան։ Այսինքն մեր էջմիածի մեծ համայնքը պետք է ցույց տա անոնց իր սերը եւ չերմությունը գսեան։ Համայնքի ղեկավարի տեխնաձուն թրվակ մը կհիշե։ Իմ դան հարևանությամբ արցախցիներ գաբրին։ Ես իմ դղուն հետ որոշեցի անոնց նոր դարին զարդարել։ Մենք պատրաստած էինք ամանորյա նվերներու դոպրակները եւ երբ ներխուժեցինք անոնցուն եւ նվերները երեխաներուն տվինք, նկատեցի, որ անոնց աչքերը դագավին չէին փայլեր։ Անոնք 4 երեխա էին։ Երբ հարցուցի ցեզ ինչ է բագաս, համարձակությամբ ըսին Դոնաձար։ Ես ալ վաճականի Դոնաձարը նվիրեցի անոնց։ Երբ տեսա այդ փայլն ու լույսը անոնց աչքերուն մեջ, զգացի, որ իմ դղուն սիրտը հիմա ցնծության մեջ է։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։